ամբողջ կյանքը, հա, բայց ինչն է հետաքրքիր, որ կան մարդիկ, ովքեր որ կարմա են աշխատում եւ հետագայում նորից պետք է հետ գան, հա, եւ նորից շարունակեն իրենց այն որ իրենք կարմա աշխատել են, դա այսինքն դա դուք եք աշխատել, հա, եթե ձեր հոգին, ձեր մարմինը թողում է այդպես, էլ դուք չեք կարողանում ձեր աշխատած կարման մաքրեք, դուք հետագայում պետք է նորից վերածնվեք եւ նորից հետ գաք, որպեսզի ձեր կարման ինքներդ մաքրեք, որովհետեւ այդ մեկը ինքներդ եք գործում եւ դուք ինքներդ էլ չեք հասկանում, որ դաշ չի լինում, հա, սրանք կապ ունեն հենց կյանքի նաեւ 12 դասերի հետ, 12 հոգու ծնունդի հետ, որոնք ես Սանսարայի անևի հետ կապված խոսեցի, դա ցածր աստրալն է, որտեղ որ ձեր հոգին այդպես էլ մնում է ու նորից դուք պետք է վերածնվեք, նորից դուք պետք է գայք այս աշխարհ եւ շարունակեք, հա, ձեր իրական միսիան ձեզ գտնել եւ ձեր կարման դաստոյն է աշխատել դրա միջից դուրս կարողանալ գալ եւ որն է ձեր առաքելությունը, հենց ձեր առաքելությամբ էլ դուք զբաղվեք գնալով դեպի լույս, դեպի արարիչ։ Իսկ եթե չեք կարողանում, հենց այդ ժամանակ էլ դուք նորից այդպես բլոկի նման, հա, մնում եք այնտեղ եւ նորից վերածնվում եք, նորից գալիս եք եւ այլն։ Սրանք շատ կարեւոր նրբություններ են, որ ցավալի է, բայց պետք է ասեմ, որ շատ մարդիկ դա չեն հասկանում եւ իրենց նույն սխալները, կյանքի քննությունները փոխանակ դա ձեզ դաս լինի, նորից շարունակում եք կրկնել, մեկը չարագործությամբ, մեկը թուղթու գիր անելով, հա, առանց հասկանալու, որ դուք բավականին մեծ կարմա եք աշխատում։